Անսասունեն այսօր երատոնն է, հա, եւ 33 տարի ազատագրումն է, ինչ իրավիճակ այսօր ունենք, այսքան տարի անց։ Գիտեք, մենք օրեր գանարոց բամության մեջ, որ ցույց տալիս է մեր ասկի լավակույնը եւ որ ասկը միասին է, մեկ հոգի պես, մեկ սեդի պես միասին են բայկարում Ադի բազմաթիվ օրինակներ կան հայոց բամության մեջ եւ Շուշինա նրանց լավակույններից մեկն է, որ երբ որ ժողովուրդը Հայաստանը նոր անկախ է, երբ երկրաշարժ է եղել, երբ թշնամին մեզնից մի քանի անգամ ավելի է թվով, հզորությամբ, բանակը ավելի մեծ է, սակայն ամեն առավելությունները իրենք թշնամիներուն ցերկներ եւ որ մենք միասին ենք մեր ազգի լավակույնն է Եվ Շուշին, որ պատմական մեր հայ Շուշին ազատագրում ենք այդքան քիչ կերդասատներով եւ մեր դերերը ցույց տալիս են թե հայդրան հայդասատը եւ որ ժողովրդի գողքին է կանգնած եւ ցերկը եւ որ զինված է Կարևոր չէ թշնամին որքան հզոր է, ինչ է, մենք ոչ մեկից չենք վախենում եւ կազատագրենք մեր բոլոր վերքերն էլ կփուժենք, կազատագրենք մեր բոլոր հողերը եւ Փեգորը, Բեդոն, Գարոդը, Թաթուլ Գրբեյանը, մեր Շահեն Նեղերյանը եւ Դուշման վատան եւ այդպեսի կոմանդոն եւ այդպեսի բազմաթիվ հերոստղակներ, որոնք զոհվեցան եւ դակավին այսօր ապրում են, հայդասատի լավակույնը ցույց տալիս է եւ ես հբատ եմ եւ այդ կարևոր չէ թե ասիշխանության օրերին ինչ է եղել, թե որքան զիջել են, որքան թավաժանել են Հայաստանն ու Արցախը, ես հավատում գասկաց չունեմ, որ հետագային մենք ազատագրենք մեր Շուշին եւ աս հերոստողոցը կորզը գեշ չմնար։ Բայց իրենք ասում են ներողություն։ Դուք թվեցիք մարդկանց անուններ, որոնց շնորհիվ ազատագրվել է Շուշին, Բերդաքաղաքը։ Այսօր դուք որքանով եք իրատեսական համարում, բոլորիս, այսպես ասած, նվիրական երազանքն է, հա, նորից տեսնել ազատագրված Շուշին, բայց դա որքանով է իրատեսական։ Այսօր կան այդ մարդիկ, ովքեր կկարողանան իրականացնել։ Անշուշտ իհարկե կան ժողովրդի մեջ շատ են նրանց թիվը հազարներ են ամբողջ, բայց եւ որ Ղեկավարությունը ասենք եթե ղեկավարեն, ոչխարներ են, վախկոտներ են, զիջողներ են, թավաժաններ են, ուրեմն այդպեսի ղեկավարության տակ ոչ մի բան ցերկ չի բերել Զինվորը պատրաստ է գրվելու, հայդասատը պատրաստ է գրվելու իր հայրենիքին համար, իր ազգին համար, իր երեխաների բակարին համար, սակայն եւ որ ղեկավարը թրքամոլ է, զիջող է, թավաժան է, այդպեսի մատնը ոչ թե ցիգյանք 7 տարի է այդ մատը խաղաղություն է խոսում եւ բادرազմ է բերել մեր գլխին Թուրքիայի հետ Բանը եղբայրություն է բանանում եւ Թուրքը անում է եւ մենք ոչ մի բան ցենք չէ բերել 7 տարի միան բادرվել ենք, խայդարակվել ենք աշխարհով մեկ եւ ասմատը իբրտե վարչապետ է, ասմատը Հայաստանի վարչապետը չէ, Ադրբեջանի վարչապետն է, Թուրքիո վարչապետներ, քանի որ ինքը Թուրքիո եւ Ադրբեջանի շահերն է պաշտպանում, ոչ թե Հայաստանի։ Պարսասունյան, դուք ասում եք դավաճան, հա, հայրենիքի դավաճան, բայց Նիկոլ Փաշինյանն է ասում ինձ մեղադրում են դավաճանության մեջ, բայց իրականում այս ամենի իրավիճակը, որ մենք ասենք, պատճառային է, որ ես չափից դուրս հայրենասեր եմ։ Այսինքն ասում եմ, ես Եթե Նիկոլ Փաշինյանը հայրենասեր է, ուրեմն Նշտերնա Թուրքիա, Մեսով Մաշտոցը Թուրքիա, Դիկրամ Մեզնա Թուրքիա, ով որ հավատում է, թե Նիկոլ Փաշինյանը հայրենասեր է, համերևի թերևի Թուրքիա համար հայրենասեր, այսինքն Թուրքիա է սիրում եւ ինչ որ դվել է Միան Թուրքերը եւ Ադրբեջանցիները շատ ցերկ բերել են իր ներկայությամբ, իր ղեկավարության տակ։ Մի հատ բան ասեք, որ տեսնեմ Նիկոլ Փաշինյանը արել է Հայաստանի համար նույնիսկ Իրանցի պատը ինքնիշխանության նրանք նշում են որ դա երրորդ հանրապետության երաշխավոր պատն է Իրեն մդիգենեսն է հայոց պատմություն քոյություն ունի իրեն մդիգենեսն է թուրքերին դալիս է ինչ որ Թուրքիա բանա անասունի մի հատ ասեք բան Նախիջևանը ինչ է ադիա Թուրքիա է անին ինչ է անինա Թուրքիա է
Մասիսը ինչ է, Մարքսը եթե ինքը այդ հողերը, որ հանրապետության հողերը, որ դալիս է Թուրքիայի համարում, մեկ հատ անասունին ասե, պագաբան Նախիջևանը, Մասիսը, Անին, Գարսը, Ադահանը, ադոնքա Թուրքիայեն Մեγας բոլոր հողերը եղել են Հայաստան եւ որ թուրքերը դակամի Մոնղոլիայում երեխաներ էին բնապարում, երեխաներ էին մոտում։ Մենք հոս 3000 տարի է քոյություն ունենք։ Ես Ադրբեջան ինչ է, Ադրբեջան փարը 100 տարի է քոյություն ունի։ Ազերի ինչ է նշանակում։ Մենք մեսոբ մաշտոց այբուբենը Արցախի մեջ է գրել։ Ուրեմն ատկե ավելի հայ ինչ կարող է լինել Արցախից, Նախիջևանից, Անիից, Գարս Ադահանից, Մասիսից, Վանից, Էրզրումից, ուրեմն սրանք երբ որ պատմական մեր հայրենիքն է, իրական Հայաստանի հետ աղերս չունի։ Ադիգա Սերգազիկն, ադիգա Նիկոլին Գազիկն, անինչ որ եւ Արևմտյան Հայաստան չի գոչվում, այսինքն չեն գոչում Արևելյան Թուրքիա, Արևմտյան Հայաստան են գոչում, Արցախը Արևելյան Հայաստան է։ Ուրեմն մենք հոս 3000 տարի պատմություն ունենք, նրանք եկել են, նրանք մոթել են, բնապարել են, կողսել են, նրանք իրենց էությունն է։ Եվ որ մենք իշխանություն գոչվողները, եւ որ ասմատ Նիկոլ գոչվածը 7 տարի է խաղաղություն է խոսում, 7 տարի է պատերազմ է փերել մեր կողմից։ Մահա մեր երկիրը լեցվել է թուրք լրտեսներով, թուրքերով, արդեն դուք գիտեք Բաթումին, Թիֆլիսը ատեն սաղ թուրքերով լեցվել է բոլորովին 10 տարիից այլևս Վրաստան չի մնալ նրանք ներսից ուդում են երկիրը քաղցկեղի նման նույնն է լոսն անելու հոս աբիտ պերեն հոստե 100,000-ով թուրքեր, հայ աղջիկները, հայ դղաները թուրքերի հետ ամուսնան անկեստան 25-30 տարի վերջը ալ մեկը Հայաստանի մասին չի խոսում նրանք ներսից ուդում են երկիրը քանի որ չկա պաշտպանություն, չկա հերադեսություն, չկա բանակ, չկա հայրենասերություն բոլորովին իմ համար զիզաղելի է որ Նիկոլ Փաշինյանը ինքնին հայրենասեր համարում է Նիկոլ Փաշինյանը հավատացեք ոչ ասկի իմ ճանաչում է մի հատ 7 տարվա մեջ մի հատ լապանարել է Նիկոլ Հայաստանի համար ասեք թե ինչ է արել է ինչ արել ասֆալտ Հա ջամփաները գարուցեմ որ երկու շաբաթ վերջը զագերով լեցվում է ատեն դուք գարձեմ գիտեք ես լսել եմ 100% վստահ եմ որ այդ ջամփաները նորոգում են Ալեն Սիմոնյան գոչված անասունին եղբայրը որ իրենց փողերը անում են եւ ասֆալտի հաստությունը ասկան հաստությամբ են անում եւ մի քանի շաբաթ վերջը մի քանի ամիս վերջը ատեն այդ ջամփան փճացել է Իշխանությունները լավատես են ասում են մենք պատերազմի օրակարգ չունենք մենք գնում ենք խաղաղության եւ պետք է խաղաղ ապրենք Եթե ես քու դունդ պիտի կամ քու դունդ պիտի գողոպտեմ եւ դու ասում ես ես չի գրվեմ արի ինչ որ ուզում ես ասեմ ապրես քեզի դու ասի եւ որ դգար ես եւ որ փանակ ես քանթել եւ որ փանագարեր ես գարմիր սև բրեներ ես վերածել ինքը ամեն ինչ դասնյակ երկու դասնյակ հազար ներքին զորք է ստեղծել որ իր աթորը պաշտպանի մեկ հատ բանակ կնա մեկ հատ ջագատ կնա դες ջագադի վիճակը թիրքերը դեղեք ուդելիք չունեն դեղեկը կլաշնիկով թանգերի անօթաչուր օթանավների թևենգակներ կլաշնիկով մեկ հատ թողեք կացեք մեկ հատ խնդրում եմ մամուլից մեկ հատ կացեք ջագատ եթե թույլ դանաշուշ թույլ չեն դար մեկ հատ բանակի վիճակը մեր դողոց վիճակը տեսեք Իրատեսական եք համարում, որ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով կարող է թողնել իր կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության տարածքները։ Okay, եթե Նիկոլը իրական հավատում է, որ թուրքերու նպատակը մեր լավն է, մեկ հատ իր աղջիկները թուրքերուն թողանցն է, ես նենք աղջիկներուն ինչ կլա երկու տարի հետքը։ Իր աղջիկները իր ալկոհոլիկ թմրամոլ աշոդիգին թողանցն է, մեկ հատ թուրքերուն տեսնենք ինչ կլա։ Նիկոլը աս հողը թուրքերու անցնելու հարց չունե, քանի որ ատմատը հայրենասերություն չունե, դղամատություն չունե, հերադեսություն չունե, վախկոց, սդախոս անասունին մեկն է եւ ատմատը 7 տարի է ոչ մի բան լապան չի արել Հայաստանի համար, ոչ աբիդանի հետակային։ Համբիկյանից նախկինում Շուշի գնացել էիք։ Ես արդեն Արցախի պատերազմը վերջացել է, ես հասել եմ Հայաստան հոկտեմբեր 30-ին, արդեն Արցախի պատերազմը ավարտել էր, արդեն ինչքան փակ ջամփաները փակ էին, ուրեմն ես պատերազմի օրերին Հայաստան չի, ես Հայաստան եմ գտնվում 3.5 տարի է։
Իսկ նախքան պատերազմ օրինակ Շուշի այցելել եք, տեսել եք այս Ես Փերթում եկա, ցավը տանեմ, ես 40 տարի Փերթ եմ եղել, եթե չգիտեք, ես Հայաստան 3 տարի առաջ եմ ասել, 3.5 տարի առաջ։